Բարի երեկո սիրելի հետևորդներ, ինչպես միշտ 5 շաբթի օրը ժամը 7-ին սկսում ենք մեր հերթական լայվը հոգեսոցիալական կարգավորման կենտրոնից և ինչպես խոստացել էինք, մեր հյուրն է այսօր Վահան Սիմոնյանը, Վահան Գագիկի Սիմոնյանը, ով հոգեբույժ է, Insight հոգեկան առողջության կենտրոնի համահիմնադիր, երկար տարիներ աշխատել է զինվորի տանը որպես հոգեբույժ, բազմաթիվ մարդկանց օգնել է և այժմ Insight հոգեկան առողջության կենտրոնում իր աշխատանքային գործունեությունն է ծավալում։ Մեր մոտ հյուր եղել է նախորդ անգամ Վահան Գագիկովիչը և այսօր ես խնդրել եմ, որպեսզի մենք քննարկենք մի շատ կարևոր թեմա, որը տագնապային խանգարումներին է վերաբերում ու քանի որ Վահան Գագիկովիչը շատ լավ է տիրապետում այդ թեմային, ես միանգամից խոսքը կփոխանցեմ առանց նախաբանի, համեցեք։ Բարի երեկո, շատ շնորհակալ եմ հրավերի համար և շնորհակալ եմ, որ նման արդիական թեմայի համար ևս մեկ հնարավորություն եք տվել, որպեսզի որոշ հարցեր բարձրացնենք։ Նախ ես կուզենայի մի քանի տվյալներ տարածվածության մասին տագնապային խանգարումների ներկայացնել։ Վահան Գագիկովիչ, մեզ մի քանի անգամ ասել է, որ ձայնը ցածր է, կխնդրեմ բարձրացնել։ Նշանակ, փորձենք շատ ավելի բարձր խոսանք, որպեսզի մեր ունկնդիրները մեզ լավ լսեն։ Մի քանի ԱՀԿ-ի տվյալներ եմ ես ուզում ներկայացնեմ։ Վերջին տվյալներով մոտ 300 միլիոն անձ կա, ովքեր ունեն տագնապային խանգարումներ, և դա բավականին մեծ թիվ է, և դա խոսում է այն մասին, որ այսօր դա ամենատարածված խանգարումներից մեկն է, որը առաջ է անցել դեպրեսիաներից։ Այս խանգարումները ավելի շատ ի հայտ են գալիս կանանց մոտ, որոշակի օրինաչափություն կա, և կա տվյալներ այն մասին, որ միայն 4-րդ մասն է այս պացիենտների դիմում բժիշկների, մասնավորապես հոգեբույժների, այսինքն այդ մեծ բանակի մի մեծ մասը չի հայտնվում բժշկի տեսադաշտում և ցավոք տառապում է իր այդ ծանր և դաժան ախտանշաններից այդ խնդիրների։ Մի քանի բառ կուզենայի ներկայացնել կլասիֆիկացիայի մասին, թե ինչ տագնապային խանգարումներ ունենք մենք։ Առաջինը կուզենայի մի փոքր խոսք ներկայացնել տագնապային ֆոբիկ խանգարումների մասին։ Դրանք այն խանգարումներն են, որոնցից են յուրահատուկ ֆոբիաները, դրանցից են ագառաֆոբիան և սոցիալական ֆոբիաները։ Մենք երևի թե ամեն մեկը մեր շրջապատում, միջավայրում նման խնդիրներով մարդկանց տեսել ենք։ Մյուս խումբը տագնապային խանգարումների, դրանք հենց բուն տագնապային և խուճապային խանգարումներն են, որոնցից է ընդհանրացված այդ գեներալիզովանное тревожное расстройство, մյուսը խուճապային խանգարումները, խուճապային գրոհները, երևի թե սա ամենատարածվածն է այս բոլոր խմբի մեջ, և հաջորդը դրանք խառը, դեպրեսիվ և տագնապային խանգարումներն են, որոնց ընթացքում տագնապի և դեպրեսիայի ախտանշանները գրեթե կիսով չափ արտահայտված են լինում։ Ինչ կուզենայի ես ներկայացնել, շատ հաճախ, երբ նման խնդրող պացիենտները, օրինակ վերցնենք խուճապային խանգարումները, դիմում են հոգեբույժի, և երբ որ մենք անամնեստիկ տվյալներ ենք հավաքում, մենք տեսնում ենք, որ պացիենտը տարիներ շարունակ նախ չի հասկացել իր խնդրի բնույթը, այնուհետև այցելել է բազմաթիվ ընդհանուր պրակտիկայի բժիշկների, սրտաբանների, էնդոկրինոլոգների և նյարդաբանների, խուսափելով հոգեբույժների այցելել, որտեղ ամեն դեպքում, ինչքան է մենք խոսանք, թե Հայաստանում, թե աշխարհի ամենազարգացած երկրներում միևնույնն է խարանը դեպի հոգեկան առողջության մասնագետները գոյություն ունի։ Եվ միայն տարիներ հետո ինքը հայտնվում է մասնագետի մոտ և ստանում է մասնագիտացված օգնություն։ Ու խնդիրը լուծվում է հիմնականում։ Մինչ այդ չէր լուծվել, դիմել էր տարբեր մասնագետների, ավելի հաճախ նյարդաբանների։ Մենք հումորով ասում ենք, կարող եք նաև գինեկոլոգի դիմեք, ինչ նյարդաբան, ինչ գինեկոլոգը հոգեկան խանգարումների դեպքում, մեկը ձեզ չեն կարող լիարժեք օգնել։ Գուցե թե պլացեբո էֆեկտով ինչ-որ բաներ ստանան, բայց նպատակահարմար չի։ Շարունակեք Վահան Գագիկովիչ, շատ լավ ներկայացնում եք։ Ինչ կուզենայի ասել այս խանգարումների մասին, դուք ասեցիք, որ իրանք բուժելի են։ Այո, միանշանակ որպես պրոգնոստիկ,
բուժման արդյունավետություն, մենք ունենում ենք բավականին բարձր արդյունք, սակայն մենք նաև բախվում ենք որոշակի դժվարությունների հետ։ Առաջինը այն, որ պացիենտը ընդունի, որ սա հոգեբուժական խնդիր է եւ դիմի հոգեբուժի։ Երկրորդ մեծ խնդիրը մենք բախվում ենք այն ժամանակ, երբ նշանակում ենք դեղեր, որտեղ շատ մարդկանց մոտ կան բազմաթիվ միֆեր, որ դեղերը առաջացնում են կախվածություն, այս դեղերից հետագայում չի լինի հրաժարվել, դեղերը բացասաբար ազդում են մարդու առողջության վրա, եւ այս խումբը պացիենտների լինելով կենտրոնացված իր մարմնական գանգատների վրա, առողջության վրա, շատ դժվար են բուժման սկիզբը ընդունում։ Իրանք գնում են, կարդում են 0.01% հանդիպող կողմնակի երևույթները ներշնչման արդյունքում իրանց մոտ իհարկե ի հայտ է գալի եւ շատ կարեւոր է որպեսզի բժիշկը գրագետ մոտենա բուժման սկզբնական փուլում եւ ճիշտ ամենը ներկայացնի պացիենտին։ Երկրորդ խնդիրը, որի հետ մենք բախվում ենք, այն է, որ ըստ տարբեր ուղեցույցների խորհուրդ է տրվում այս խանգարումների ժամանակ բուժումը իրականացնել առնվազն 6 ամիս։ Շատ հաճախ, երբ որ հոգեբուժը չի կիսվում պացիենտի հետ այս ինֆորմացիայով, չի ասում, թե բուժման սկզբում մոտավորապես քանի ամիս է բուժումը տևելու, ունենալով լավ դրական արդյունք պացիենտը կորում է տեսադաշտից։ Ինքը համարում է, որ ես լավ եմ, ինչի այցելեմ բժիշկի, ինչի ընդունեմ դեղերը, բայց նման դեպքերում հավանականությունը ռեցիդիվի, ախտանշանների կրկնակի ի հայտ գալու բավականին մեծ է եւ շատ կարևոր է, որպեսզի մասնագետը այդ մասին խոսա։ Այսինքն, երբ որ ախտանշանները անցնում են, մարդը իրեն լավ է զգում, բնական հարց է առաջանում, ես ինչի պիտի շարունակեմ դեղեր խմել, եթե լավ եմ, էլ չգնամ բժշկի, ոչ դեղ կխմեմ, ոչ էլ գնամ բժշկի երեսը կտեսնեմ, ու չի գալիս, այդ դեպքում կրկնվելու հավանականությունը խիստ մեծանում է։ Բավականին մեծ է։ Անգամ 6 ամիս խմելու դեպքում էլի չկա երաշխիք, որ կրկնվի, բայց կրկնվելու հավանականությունը շատ փոքրանում է եւ կրկնվելիս էլ ազդեցությունը, ուժգնությունը ավելի փոքր է լինում։ Միանշանակ դուք ճիշտ եք, եւ դրա համար շատ կարեւոր է այս ամենը ասել հենց առաջին հանդիպմանը։ Լիարժեք մարդուն ներկայացնել թե պրոգնոզը բուժման, թե ընթացքը, թե առանձնահատկությունները եւ թե տևողությունը։ Եթե մարդը գրագետ է, եթե մարդը հետաքրքրված է իր առողջությամբ, միանշանակ ինքը դա կընկալի եւ լիարժեք կդառնա բուժման ալյանսի մի մաս։ Եվ կդառնա մեր զինակիցը բուժման գործում։ Հիշեցնում ենք, որ բժշկության մեջ շատ գեղեցիկ խորհրդանիշ կա, երբ որ հիվանդությունը եւ բժիշկը պայքարում են հիվանդի համար եւ հիվանդը պացիենտը այցելուն ում կողմից կլինի, նա էլ կհաղթի։ Հիվանդը կլինի հիվանդության կողմից, բժշկի գործը շատ կդժվարանա, կլինի բժշկի կողմից, շատ կհեշտանա բուժման գործը։ Միսս բանը կուզենայի ավելացնել, պարոն Սողոյան, նաեւ մեր հանրության մեջ դուք ինքներդ բազմաթիվ տարիների փորձ ունեք, երկարատև փորձ ունեք կան առողջության բնագավառում եւ գիտեք, որ այդ ընտանեկան կապը բավականին ուժեղ է եւ շատ հաճախ ասում պացիենտներ, որոնք, չգիտեմ, 30-40 տարեկան են, իրանք գալիս են իրանց ամուսնու, կնոջ, հայրիկի, մայրիկի, չգիտեմ, երբեմն տատիկի հետ են գալի բժիշկի մոտ եւ ես շատ կարեւորում եմ նաեւ հարազատների հետ աշխատանքը, որովհետեւ բժիշկը կարող է ներկայացնել այս ամենը, բայց պացիենտը գնա իր միջավայրը, իր միկրոսոցիումը եւ իր հարազատները ասեն, որ ինչ հոգեբուժ, ինչ դեղեր, դու պատկերացնում ես ինչ է եւ ստեղծես հավաքի։ Դու ես ինչ աստիճանի ես ասել, որ նման քայլերի ես դիմում եւ դրա վրա բուժման այդ հատվածում արդեն խաչ կաշվի։ Ուրեմն Վահան Գագիկովիչ այդ երրյակին ավելացում է նաեւ ընտանիքի գործոնը, այսինքն եթե ընտանիքը նույնպես լինում է բժշկի կողմից, նույնպես լինում է օգնելու կողմից, ապա համատեղ ավելի հեշտ է հաղթահարվում ցանկացած խնդիր։ Եթե ընտանիքը բժշկի կողմից չի լինում, այլ հիվանդության կողմից է լինում, իհարկե ինքը չի մտածում, որ ինքը հիվանդության կողմից է, մտածում է, որ ինքը հիվանդի կողմից է, բայց
ցանկացած միջամտություն կլինի ընտանիքի կողմից, կլինի հարազատի կողմից, կլինի ընկերոջ կողմից, անթույլատրելի է, եթե դա հակասում է բժշկի ասածներին, հակասում է այն ամենին, ինչ հիմա ասում է Վահան Գագիկովիչը։ Շարունակեք։ Մենք պետք է այս մասով մի բան ասեմ, հաշվի առնենք, եթե բժշկին այցելում այս նման խանգարումների ժամանակ շատ քիչ պացիենտներ կամ շաբաթական այց են ունենում։ 2 շաբաթը մեկ, հետագայում ավելի կայունացման փուլերում ամիսը մեկ, մենք պետք է մտածենք, եթե պացիենտը գալիս է ամիսը մեկ անգամ, 1 ժամ 40 րոպեական չի ժամանակահատվածը խորհրդատվության մեր մոտ, բայց մնացած օրվա 24 ժամը, 23 ժամը ինքը իր հարազատի հետ է, մենք պետք է միշտ մտածենք, որ այդ ազդեցությունը, եթե երբեմն լինում է հակառակ այդ բացասական ազդեցությունը կա եւ դրան անդրադառնանք։ Այսինքն, այստեղ շատ կարևորվում է հոգեկրթության դերը, այսինքն աշխատել պացիենտի հետ, աշխատել ընտանիքի հետ, ինչպես նաև շատ տեղին է լինում հետո հոգեթերապիայի ներգրավումը։ Դրա մասին ինչ կասեք։ Այստեղ մենք կարող ենք արդեն աստիճանաբար անցնենք բուժման խանգարումների, մենք ոնց որ ֆիքսվեցինք խոճապային խանգարումների վրա, տեսնենք կոնկրետ մի խանգարումով խոսանք, որ ավելի պարզ լինի մեր ունկնդիրների համար։ Բուժումը բաժանվում է 2 մեծ ուղղությունների, առաջի ուղղությունը դա հոգեֆարմակոթերապիան է, դա այն բոլոր մեթոդներն են, որոնք իրենց հիմքում պարունակում են դեղի կիրառումը, եւ մյուս մեծ ուղղությունը դա հոգեթերապիան է, դա այն բոլոր ուղղություններն են, հոգեբանական տեխնիկաներն են, որոնք կիրառվում են այս խանգարումների բուժման ժամանակ։ Եվ իհարկե երկուսն է ես կարևորում եմ, եւ երկուսը ունեն իրենց առանձնահատկությունները, սուր փուլում, երբ որ ախտանշանները վառ արտահայտված են, ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է սկսել դեղորայքային բուժումով, որտեղ այդ հոգեվիճակում մարդը լիարժեք չի կարող ներգրավի հոգեթերապևտիկ այդ միջամտություններին, բայց նաեւ կարևորում եմ, որ հետագայում ավելի ռեմիսիայի հասնելուն հետ մեկտեղ ավելացնել հոգեթերապևտիկ գործոնը։ Սակայն մենք շատ հաճախ բախվում ենք խնդիրների, որտեղ շատ դժվար է մարդուն բացատրել, որ դա ուղղակի զրույց չի, դու չես գալի քո կյանքից պատմում, քո չգիտեմ գաղտնիքները պատմում, դա սիստեմավորված process է, որը համարվում է թերապևտիկ process։ Շատ կարևոր է դա, եւ մինչեւ Վահան Գագիկովիչը սկսի ձևակերպել իր հիմնական ուղերձները մեր հետևորդներին, ասենք, որ այսօր շատ քիչ տեղերում է, այսինքն բոլոր նորմալ տեղերում կարգին կենտրոններում անպայման թիմային աշխատանք է լինում եւ հոգեբույժը անպայման համագործակցում է հոգեբանի հետ, ինչը կա եւ Insight հոգեկան առողջության կենտրոնում եւ հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում շատ լավ գործընկերներ են Insight-ում աշխատում եւ Քրիստինե Թորոսյանը նույնպես եղել է մեր հյուրը, երևի մոտ ժամանակներս իրեն նույնպես կհրավիրենք, որ այս խնդրի նաև հոգեբանական հարցերի մասին էլ խոսի, այսինքն խնդիրը մենակ մի մասնագետով լուծել իհարկե հնարավոր է, բայց արդյունավետությունը բավարար չէ, դրա համար անհրաժեշտ է առնվազն հոգեբանի ներգրավումը նույնպես եւ նաեւ հարակից այլ մասնագետներ էլ կան, բայց այդ մասին հաջորդ անգամ կխոսենք։ Հիմա Վահան Գագիկովիչ կխնդրեմ ձեր հիմնական ուղերձը մեր հետևորդների սագնապային խանգարումների համար։ Մի փոքր կուզենամ ախտանշաններ ներկայացնեմ։ Ուրեմն հարգելի ունկնդրողներ, ես մի քանի ախտանշաններ կթվարկեմ, իհարկե էլի ես միշտ դեմ եմ ինքնաբուժությանը եւ մեկը նայում է եւ հարևանին, ընկերոջը, գործընկերոջը ախտորոշում է չլինելով մասնագետ, բայց եթե դուք ունեք խոճապի զգացում, մահվան վախ, խելագարվելու վախ, առկա են արտահայտված վեգետատիվ նշաններ, սրտխփոս, քրտնարտադրություն, տեսողության անպամացություն, տրամաբանական սթափ մտածողության նեղացում այդ շրջաններում եւ եթե սրտի հատվածում ցավեր, ծակոսներ, թմրացություն մարմնի տարբեր հատվածներում, եթե դուք անցել եք սոմատիկ մասնագետների մոտով, այսինքն
մինիմալ սրտաբանի խորտատվությունը արվել է, հերքվել է սրտի պաթոլոգիան, ուսումնասիրվել է վահանաձև գեղձը ֆունկցիաները եւ հերքվել է պաթոլոգիան եւ մասնագետները սոմատիկ պրակտիկայի չեն գտնում պատճառը, պետք չէ խուսափել, պետք չէ վախենալ, այլ պետք է հասկանալ, որ կա դրա լուծումը եւ սա նույնպես հիվանդություն է բոլոր այլ հիվանդությունների պես եւ պետք է հավաքել ուժերը, դիտակցել այս ամենը եւ դիմել համապատասխան մասնագետների։ Շնորհակալություն Վահան Գագիկովիչ, դիմեք հոգեկան առողջության մասնագետների եւ կազատվեք բազմաթիվ խնդիրներից։ Առաջի этаպը, որը շատ ավելի հեշտ է, հոգեբանների դիմելը, բայց ցանկալի է դիմել այն հոգեբաններին, ովքեր համագործակցում են հոգեբույժների հետ։ Իհարկե կան շատ լավ հոգեբաններ, որոնք միայնակ են աշխատում, բայց ինչպես նշեցինք, թիմային մոտեցումը ամենից արդյունավետն է։ Հետևեք ձեր առողջությանը եւ համոզված եղեք, որ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում։ Եվ մենք մասնագետներս նրա համար ենք, որպեսզի ձեզ օգնենք այդ գործում։ Կհանդիպենք հաջորդ